Ողջույն, եթերում կրկին ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Երբ կսկսվի Թրամփի ուղու շինարարությունը, արտաքին գերատեսչությունը ժամկետ է հայտարարել։ Ռուսաստանը, աշխարհը և հայ-ադրբեջանական հարաբերությունները, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը զեկույց է հրապարակել։ Պատժամիջոցներ ու խաղաղություն, ինչ է հայտարարել Ալիևն օկուպացված Ակնայում։ Կոռուպցիա, փողերի լվացում, կեղծ գործարքներ, իշխանություն զավթելու փորձ, իրավապահ համակարգը տարին փակում է նոր բացահայտումներով ու որոշումներով։ Ով կփոխարինի Էրդողանին, թուրքական կողմն անուններ է տալիս։ Այս պահին ընթանում է տարվա վերջին կառավարության նիստը, արդեն մի քանի որոշումներ են ընդունվել։ Որոշումներից մեկով մայրաթորին զրկեցին պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց գործածելու իրավունքից, իսկ շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի։ Արդեն հայտնի է, որ Թրամփի ուղի նախագծի շինարարությունը կսկսվի 2026 թվականին։ Հայաստանը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի իրավական հարցերի ու կարգավորումների վերաբերյալ ինտենսիվ բանակցում է ԱՄՆ գործընկերների հետ։ Sputnik Armenia-ի մեր գործընկերներին հայտնել է Հայաստանի արտգործնախարարությունը։ Trip Company-ին հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, նաև օպտիկա մանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք, հայտնել է գերատեսչությունը։ Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ներկայության և ազդեցության նվազում և Միացյալ Նահանգների ու Թուրքիայի դիրքերի ամրապնդում։ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը զեկույց է հրապարակել Ռուսաստանը և աշխարհը 2026 խորագրով։ Զեկույցում ասվում է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության Սփյուռքի իշխանության համար անցանկալի ներկայացուցիչների և հայ առաքելական եկեղեցու ղեկավարության վրա ճնշումը 2025 թվականին աննախադեպ էր։ Փաշինյանը նույնիսկ անձնական վիրավորանքներ և սպառնալիքներ է արել կաթողիկոսի և հայ եկեղեցու մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին։ Փորձագետները կարծում են, որ եկեղեցու նկատմամբ ճնշումը մեծապես կապված էր հայտնի գործարար Սամվել Կարապետյանի և նրա անձնական և գործարար շրջանակների մի մասի նկատմամբ կիրառված բռնաճնշումների հետ։ Զեկույցում շեշտել են Փաշինյանի թիմը կենտրոնացնում է իր բոլոր ջանքերն ու ռեսուրսները հանրապետության քաղաքական դաշտի լիակատար մաքրման վրա 2026 թվականի ընտրությանն իր հաղթանակը երաշխավորելու համար։ Զեկույցում անդրադարձել է նաև արտաքին դիվանագիտական դաշտին։ Եթե իշխող կուսակցությունը հաղթի, կարող ենք ակնկալել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակություն։ Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մեծ հավանականություն կա, որը կամրագրի էական, քաղաքական և տարածքային զիջումներ Երևանի համար։ Ակնհայտ է, որ ընտրությանը համոզիչ հաղթանակի բացակայության դեպքում Փաշինյանի համար դժվար կլինի այս ոչ ժողովրդական քայլը կատարել Հայաստանում։ Մոսկվայի հետ հարաբերությունները կարող են դադարի ռեժիմի վրա դրվել 2026 թվականին։ Երևանը հավանաբար պաշտոնապես դուրս չի գա Ռուսաստանի գլխավորած կազմակերպությունից։ Իսկ Իլհամ Ալիևն օկուպացված Ակնայում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում։ Բաքվի ղեկավարը առիթը բաց չի թողել ևս մեկ անգամ հիշեցնելու, որ խաղաղության պայմանագրի նախաձեռնողն Ադրբեջանն է։ Սակայն Ալիևն առանձնահատուկ շեշտել է պատժամիջոցների մասին, որոնք ըստ իրեն միջազգային հանրությունը պետք է կիրառեր Հայաստանի դեմ։ Այսօր աշխարհի տարբեր մասերում մոլեգնում են պատերազմներ, բախումներ և հակամարտություններ։ Ինչ են անում միջազգային կազմակերպությունները կամ ազդեցիկ երկրները։ Նրանք պատժամիջոցներ են կիրառում։ Իհարկե, պատժամիջոցները նույնպես զգալի ազդեցություն ունեն, հատկապես եթե պատժամիջոցներ կիրառվեն այնպիսի փոքր, կարելի է նույնիսկ ասել աղքատ երկրի նկատմամբ, ինչպիսին է Հայաստանը, դա անպայման կդադարեցներ օկուպացիան։ Սակայն ոչ միայն պատժամիջոցներ չկիրառվեցին, այլև ընդհակառակը, ոմանք նրանց անվճար զենք տրամադրեցին, ոչ թե միլիոնների, այլ միլիարդավոր դոլարների արժողությամբ։ Իսկ ինչ պատժամիջոցներ պետք է կիրառի միջազգային հանրությունը Բաքվի նկատմամբ, որպեսզի բաց թողնի հայ պատանդներին, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ադրբեջանական քարոզչամեքենան տեսանյութեր է հրապարակում, ցույց տալիս, թե գերիներին բավականին լավ պայմաններում են պահում։ Սակայն մանրակրկիտ մոնտաժված տեսանյութերի միֆը փշրվում է, երբ տեղեկանում ենք, որ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների առողջական վիճակը վատ է։ Արդեն գիտենք, որ գերիներից երկուսի վիճակն արդեն շատ ծանր է։ Վիգեն Էլջեկչյանը չի
կարողանում քայլել, իսկ Վագիվ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ ինչ վիճակում է արդեն բուժում են արդյոք թե ոչ, չկա ոչ մի լուր։ Իսկ ով է Վագիվ Խաչատրյանն ու ինչպես է հայտնվել Բաքվում։ Կարմիր խաչի մեքենայից Բաքվի բանդ Անահիտ Գյուրեղյանն է ներկայացնում։ Վագիվ Խաչատրյանն իր 70-ամյակը նշեց Բաքվի բանտում։ Հոր տարեդարձի օրը Վերա Խաչատրյանը գրառումով էր շնորհավորել։ Այսօր հորս 70-ամյակն է, եւ մենք խելագարվում ենք մեր անզորությունից, չկարողանալով պարզապես զանգահարել ու ասել. «Պապ, սիրում ենք քեզ, ծնունդդ շնորհավոր։ Ներիր մեզ, մեր բարի, ուժեղ հայր, ոչ մի սահման չի կարող մեզ բաժանել։ Դու տուն կգաս, մենք հավատում ենք, դու խոստացել ես»։ Որևէ կառույց չունի հարցի պատասխանը, Վագիվ Խաչատրյանը տուն կվերադառնա։ Նրա մասին վերջին լուրը ադրբեջանական լրատվամիջոցներն են փոխանցում։ Մեր հայրենակցի վիճակը ծանր է։ Նրա ինքնազգացողությունը դեկտեմբերի 22-ին վատացել է, ունեցել է շնչահեղձություն եւ սրտի շրջանում ցավեր։ Տեղափոխել են հիվանդանոց, որտեղից ըստ ադրբեջանական մամուլի տեղեկացրել են, նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ 2023-ի հուլիսն էր, 68-ամյա Վագիվ Խաչատրյանը Ստեփանակերտից Կարմիր խաչի մեքենայով տեղափոխվում էր Երևան հրատապ բուժման, սրտի շտապ վիրահատության նպատակով։ Հակարիի անցակետում ադրբեջանցիները կանգնեցրին Կարմիր խաչի մեքենան եւ գերեվարեցին նրան։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն օրեր անց հայտարարություն տարածեց Վագիվ Խաչատրյանին մեղադրելով, թե իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հանցավոր խմբի անդամ է եղել։ Հանցագործությունն էլ իբր տեղի է ունեցել ադրբեջանական Մեշալի գյուղում։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն X-ի իր միկրոբլոգում փաստերով հերքեց Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները։ Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Վերա Խաչատրյանը, Վագիվ Խաչատրյանի դուստրը, ՄԱԿ-ի ԱՊԱ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակների դիմաց երկարուծիկ շաբաթներ պայքարեց հորը գերությունից ազատելու համար։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, ինձ միայնակ չթողնեք այս ցավի մեջ։ Սա միայն իմ ցավը չէ։ Վագիվ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է։ Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում։ 2023 թվականի նոյեմբերին Վագիվ Խաչատրյանը Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Ամիսներ անց տեղափոխվեց գաղութ պահման խիստ ռեժիմով։ Ընտանիքի անդամներին զանգահարելու հնարավորություն նրան տրվում է ամիսը 1 անգամ, մի քանի րոպեով։ Կոռուպցիա, փողերի լվացում, կեղծ գործարքներ, իշխանություն զավթելու փորձ։ Իրավապահ համակարգը տարին փակում է նոր բացահայտումներով եւ որոշումներով։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Դիանա Գասպարյանը 2018 թվականից վաղաշաբաթ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելով իր հետ կապ ունեցող անձանց միջոցով գործածել է պաշտոնական լիազորությունները, վնաս հասցնելով պետական եւ ծառայողական շահերին։ Ըստ կոմիտեի նա նաեւ մասնակցել է առանձնապես խոշոր չափի փողերի լվացման գործարքի։ Քննությամբ պարզվել է, որ մոտ 189 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով վաճառվել է ավելի քան 3.5 անգամ ցածր գնով, շուրջ 52 միլիոն դրամով, եւ փաստացի անցել է համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությանը։ Վաղաշաբաթ համայնքի նախկին ղեկավարին, իր հետ փոխկապակցված անձանց, այդ թվում ամուսնուն եւ վերջինիս հորը, մեղադրանք է առաջադրել։ Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաեւ առանձնապես խոշոր չափի գույքը չհայտարարագրելու համար։ Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը մեղադրականի եզրակացությամբ հանձնել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հակոբյանին։ Հակոբյանի որդին Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրել է, որ որպես պատիժ սահմանվել է տուգանք 2 միլիոն 700 հազար դրամ։ Վճիռը կբողոքարկեն, բայց Հակոբյանը կմնա ազատության մեջ։ Հիշեցնեմ, որ նախկին падգամավորին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի համար։ Իսկ Սամվել Կարապետյանի պաշտպանների թիմը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում է ներկայացրել, գրել է Արամ Վարդևանյանը։ Փաստաբանն այսօր ներկայացրել է Վճռաբեկ բողոքներ վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ։
Թուրքիայի մերձիշխանական Հուրիետ թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին հոդված է հրապարակել նախագահ Էրդողանին հաջորդելիք ժամանակաշրջանի վերաբերյալ։ Հեղինակը պնդում է, որ Էրդողանից հետո նրան փոխարինող չկա, բայց այդուամենայնիվ նա նշել է 4 անձի անուն։ Ով կփոխարինի Էրդողանին ու պատրաստվում է արդյոք Թուրքիայի նախագահը հեռանալ քաղաքականությունից, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Հական Ֆիդան թե Բիլալ Էրդողան, ով կլինի Թուրքիայի հաջորդ ղեկավարը։ Օսմանյան կայսրության իշխանությունը ժառանգաբար փոխանցելու քաղաքականությունն է որդեգրել Էրդողանը, որը կարծես հեռանում է Թուրքիայի ղեկավարի պաշտոնից։ Երկրում քննարկվում է Էրդողանին փոխարինողի անունը, տեխնացուները 4-ն են։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը եւ Էրդողանի կրտսեր որդին Բիլալ Էրդողանը գլխավորում են ցուցակը։ Մյուս երկու տեխնացուներն են Էրդողանի փեսա Սելջուկ Բայրակթարօղլուն եւ ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալանը։ Եթե ֆիքսենք, որ որևէ տեղաշարժ չկա եւ դեռևս Հական Ֆիդանի մասով որևէ պաշտոնական հայտարարություն չկա, ապա Հական Ֆիդանը մնում է ամենահավանական տեխնացուն։ Թուրքական Հուրիետ թերթի մերձիշխանական վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին հրապարակել է հոդված, որը լույս է սփռում հետ էրդողանական Թուրքիայի վրա, ով կստանձնի երկրի ղեկն Էրդողանից հետո, ներքաղաքական ինչ կրքեր կզարգանան։ Թուրքիայում այսօր ստեղծված իրավիճակը դեռ 1 տարի առաջ ABC մեդիայի եթերում քաղաքագիտության տեխնացու Աբրահամ Գասպարյանն է կանխատեսել։ Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիրը մանրամասն ներկայացրել էր այն, ինչ այսօր արդեն իրականություն է։ Էրդողանին հաջորդող Իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցություն 3 տեխնացու կա, որոնք հենց Էրդողանի տեխնացուներն են, այսինքն իր սիրելի տեխնացուներն են։ Սա իհարկե եթե նա չվերանտրվի կամ չառաջադրվի։ Այսինքն խնդիրը դրված, որ ինքը պիտի առաջադրվի 2027 թվականի առաջաձգված կամ վաղաժամ նախագահական ընտրությունում։ Իսկ եթե չլինի, ապա նա ունի 3 տեխնացու։ Արտգործնախարար Հական Ֆիդանը, որը երկար տարիներ մասնագիտորեն ծնվել, թրծվել է ազգային հետախուզական ծառայություն Միթում։ Երկրորդ տեխնացուն Էրդողանի որդին է, կրտսերը Բիլալ Էրդողանը, եւ երրորդը Բայրակտարի հիմնադիր Սելջուկ Բայրակտարը, կան նաև այլ տեխնացուներ, մասնավորապես Իբրահիմ Քալանը։ Ըստ հայ վերլուծաբանների Էրդողանն այս փոփոխությանը վաղուց է պատրաստվում։ Առաջին քայլն իր քաղաքական հակառակորդ Ստամբուլի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուի ձերբակալություններ։ Էրդողանն ամեն բան անում է քաղաքական դաշտն ամայացնելու եւ բացառապես իր հավատարիմներին թողնելու համար։ Սա միայն այս process-ը ինչ որ ընթանում է Թուրքիայում, ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալության հարց չէ։ Այլ Թուրքիայի ներքին քաղաքական վերադասավորումների, միջազգային խաղացողների շահերի եւ Էրդողանի երկարաժամկետ ծրագրերի դրսևորում, այսինքն Թուրքիայի ներքին քաղաքականության, ռեգիոնալ եւ գլոբալ քաղաքական դերակատարների, ինչպես նաեւ Էրդողանի երրորդ ժամկետի համար նախագահ ընտրվելու հարց է։ Իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը թուրքական Միլի Մեջլիսում այս պահին մեծամասնություն է գործգայլերի միջոցով։ Նրանք կոալիցիա են կազմել։ Հաջորդ ընտրությունում Էրդողանը շարունակելու է հույս դնել այս ուժի վրա։ 2028 թվականին Թուրքիայում նախագահական ընտրություն է նախատեսված։ Ըստ այդ երկրի սահմանադրության Էրդողանն առաջադրվել չի կարողանա, եթե իհարկե Թուրքիայի ղեկավարը մինչ այդ չփոխի երկրի մայրօրենքը։ Թուրքիան փորձում են հաճախ թաքցնել, բայց ժամանակ առ ժամանակ խոսակցությունները ակտիվանում են, որ Էրդողանը բավականին ծանր առողջական վիճակ ունի եւ երրորդ անգամ նախագահ ընտրվելու հնարավորություն մեծ հավանականությամբ չի ունենա։ Բացի այդ հաշվի առնենք իր տարիքը եւ փոփոխվող աշխարհակարգը, որտեղ բավականին լուրջ այսպես անձնական, ֆիզիկական ներգրավվածություն է անհրաժեշտ։ Քաղաքագետները հավանական են համարում Հական Ֆիդանի տեխնացությունը, նա որպես քաղաքական գործիչ ուժեղ է, պինդ է նաև կամքով ու հավատարիմ է գործող նախագահին։ Հարցը լուծվելու է ոչ թե ժառանգական տրամաբանությամբ, այլ թերևս հենց քաղաքական մասնագիտական։ Իսկ այդտեղ անշուշտ Ֆիդանը ունի առավելություն, մենք տեսնում ենք, որ այս գործիչը տարիներ շարունակ այդպես շատ կայուն տեմպերով շարժվել է դեպի թուրքական իշխանության բարձր դիրքեր, առանցքային պաշտոններ է զբաղեցնել, հենց Էրդողանի իշխանության առանցքային դեմքերից մեկն է եղել, իսկ այսպիսի հարցերը լուծվում են ամենևին ոչ միայն հասարակական արձագանքների տեսանկյունից, այլ նաև հենց իշխանության ներսում ընկալումների, ուժերի հարաբերակցության եւ այլն։ Մյուս կողմից Էրդողանին հեշտ չի լինելու պահել իշխանությունը, երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամին գումարվում են քրդական ուժերի սպառնալիքները։ Ընդդիմությունը առնվազն այսպես 50%-ի եզրագծին է եղել միշտ։
Եվ այս տեսանկյունից եթե դիտարկենք արդեն ընդդիմության շանսերի հարցը, ապա անշուշտ սա կախված է մի կողմից իհարկե թե Էրդողանի ժառանգորդի հարցը ինչպես կլուծվի եւ ընդհանրապես իշխանությունը ինչպես կներկայանա որևէ համապետական ընտրության, մյուս կողմից իհարկե թե իր ընդդիմությունն ինքը ինչպես կաշխատի, այսինքն շանսերի առումով ոչ միայն տեսական, այսպես դիտարկում կարող ենք անել, որ ունի, այլ մենք տեսել ենք, որ Թուրքիայում վերջին առանցքային բոլոր ընտրություններում ընդդիմությունը նույնիսկ հաջողություն է ունեցել, եթե տեղական ընտրությունները դիտարկենք։ Կարևոր է նաև արտաքին աջակցությունը, մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի։ Էրդողանն ըստ քաղաքագետների չունի Թրամփի աջակցությունը։ Ռուսաստանն էլ իր հերթին չի մարսել Սիրիայում թուրքական հաղթանակը։ Հաջորդ ընտրական ցիկլը Թուրքիայի լինելու է թերևս միջազգային էլի էապես տարբեր իրավիճակում։ Հետևաբար շատ գործոններից է պայմանավորված լինելու նույն թուրքական ընտրության հանդեպ թե Ռուսաստանի թե Միացյալ Նահանգների դիրքորոշումը եւ ավելին հակված է մտածել, որ այս հարցերում կարող է ավելի մեծացած լինել նաև Չինաստանի դիրքորոշումը, որտեղ մենք տեսնում ենք, որ Չինաստանը փորձում է իր ազդեցությունը ավելացնել Մերձավոր Արևելքում։ Ինչու է իշխանական պարբերականը հիմա խոսում հավանական տեխնատուների մասին։ Թուրքիայի քաղաքական դաշտից հեռանում է Էրդողանը, թե հեռանալու իմիտացիա է ստեղծում իշխանությունը պահելու համար։ Քաղաքագետները կարծում են, որ Էրդողանի իշխանությունը ձեռնտու է թե արևելքին, թե արևմուտքին։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսրայելի ռազմական օդանավերը դեկտեմբերի 24-ի առավոտյան ավիահարվածներ են հասցրել Լիբանանի Նաբատիա շրջանի Ալ-Նամիրա բնակավայրին արձակելով մի քանի հրթիռ, հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Բացի այդ, իսրայելական ռազմական օդանավերը հարվածել են Վադի Հումին բնակավայրին։ Ուկրաինացիները վաղուց հավատում են, որ Սուրբ Ծննդյան նախօրեին երկինքը բացվում է եւ եթե դուք նրանց պատմեք ձեր երազանքի մասին, այն անպայման կիրականանա։ Զելենսկիի Սուրբ Ծննդի առթիվ բարեմաղթանք է հղել ու շեշտել, որ այսօր ուկրաինացիներն ունեն մեկ երազանք, որպեսզի նա մահանա։ Իսկ նան ըստ լրատվամիջոցների Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն է։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Բաքուն սպասում է անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգության հետաքննության ավարտին եւ ակնկալում է արագ փոխհատուցում ու մեղավորների պատիժ, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը։ Խոսքը ադրբեջանական օդանավի ոչնչացման մասին է, որը ըստ Բաքվի իրականացրել է ռուսական ՀՕՊ-ը եւ դարձել տասնյակ մարդկանց մահվան պատճառ։ Մուստաֆայևի խոսքով երկկողմ հարաբերություններում առանցքային հարցը հենց այդ դեպքի շուրջ բոլոր խնդիրների արագ ու արդարացի լուծումն է։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևը խոսել են հեռախոսով։ Քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցին մասնակցել է նաեւ Ալիևի կինը Մեհրիբան Ալիևան։ Յակուտիայում -56 աստիճան Ցելսիուս է։ Սա երկրի վրա դեռևս գրանցված ամենացածր ջերմաստիճանն է։ Ուկրաինան պետք է նախագահական ընտրություններ անցկացնի հնարավորինս շուտ, Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հրապարակվել են Ուկրաինայում խաղաղության հաստատման ծրագրի 20 կետերը։ Ուկրաինայի ինքնիշխանությունը կվերահաստատվի, Ուկրաինան կստանա հզոր անվտանգային երաշխիքներ։ Խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի թիվը կմնա 800,000, Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ եւ Ուկրաինան նաեւ կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա։ Սրանք ամենակարևոր նախապայմաններն են խաղաղության պայմանագրի համար, հայտարարել է Զելենսկին։ Սուրբ Ծննդյան նախօրեին Սպիտակ տունը թողարկել է արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ, որտեղ Թրամփը ուղիղ եթերում կարդում է իրենց ձևակերպմամբ չարաճճի ներգաղթյալների անունները։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է այն վայրը, որտեղ կառուցվում է 8700 տոննա քաշով միջուկային սուզանավ, որը տեղափոխում է կառավարվող ռազմավարական հրթիռներ։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծնունդը դիմավորել է Ֆլորիդայում գտնվող իր Mar-a-Lago առանձնատանը։ Նա կնոջ Մելանիա Թրամփի հետ ավանդույթի համաձայն պատասխանել է երեխաների զանգերին, որոնք հետաքրքրված էին Սանտա Կլաուսի գտնվելու վայրով։ Սանտայի տեղաշարժին, ինչպես ամեն տարի, հետևում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը։ Հրամանատարության աշխատակիցները զեկուցում են նախագահին, նա էլ տեղեկացնում է երեխաներին։ Սանտան շատ լավ մարդ է, երեխաներից մեկին ասել է Թրամփը։ Մենք ուզում էինք համոզվել, որ նա գործակալ չէ։ Մենք պարզել ենք, որ Սանտան լավն է։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գառնիկ Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն։